Շնորհակալ եմ մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, իհարկե մեր այս քննարկումները առանց փոքրիկ պրովոկացիաների չեն անցնում, բայց կրկին ես ցանկանում եմ գովել մեզ, որ կարողանում ենք քննադատելով բարեկրթության առաջարկը, այնուամենայնիվ այդ առաջարկը պահպանել, երբ ասում եմ փոքրիկ պրովոկացիաներ, նկատի ունեմ օրինակ, երբ Տիկին Խամոյանը այստեղ ամբիոնից մեզ ասում է մանդատագողներ, ես ենթադրում եմ, որ դուք դրանով փորձում եք էսկալացնել իրավիճակը, մեր քաղաքացիներին եմ այս մասին ուզում հայտնել, որ սովորաբար նրանք տեսնում են այն ամենաէսկալացված դրվագները, բայց դրան մենք հասնում ենք ոտ-ոտ, օրինակ ինչ-որ մեկը գալիս է ամբիոնից այդպիսի մի բառ է օգտագործում, ինչ-որ մեկը, օրինակ ես մոտենում է ամբիոնին, ասում է, որ վերջերս Հայաստանի Հանրապետության դատարաններից մեկը, երբ ձեր դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը դիմել էր այդ դատարանին ընտրակեղծարար որակումը իր հասցեին վիճարկելով այն որպես վիրավորանք թերևս համարելով, դատարանը ասեց, որ իր քայլով, երբ նա դիմել է դատարանի վաղեմության ժամկետով կրճատելու գործը, ըստ այդմ տվել է հիմք նման գնահատական հնչեցնելու։ Ես կարող եմ բացատրական մասը բաց թողնել, գալ ասել ընտրակեղծարարները դուք եք, տենց կամաց-կամաց ոտ-ոտ իրավիճակը կեսկալացվեր, բայց եկեք նկատենք, որ այդպես է տեղի ունենում ու փորձենք, չեմ ասում են ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, բայց այնուամենայնիվ մեր խոսքը առավել վերլուծական ձևակերպել, ինչ ասեմ, հա։ Նաև գիտեք, հետաքրքիր է, որ դուք մեզ երբ ասում եք մանդատագողներ, դրանից հետո ասում եք, որ դուք Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը չեք կիսում։ Այսինքն ձեզ համար էլ է դժվար պաշտպանել Գագիկ Ծառուկյանին եւ Բարգավաճ Հայաստանին։ Եվ ես իրականում այստեղ կարող եմ երկար, բարակ ձեզ պատմել, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում կա բանաձև, որով երբ անճշտություններ են տեղ գտնում որևէ ընտրատեղամասում, որոնք խախտումների թվային արտահայտությունն են, այդ անճշտությունները դրվում են բանաձևի մեջ, գնահատելու համար այդ ընտրախախտումների ազդեցությունը համապետական արդյունքների վրա, երկար իսկապես ընտրական օրենսգիրքը կարող եմ պատմել, կարող եմ կրկին մեջբերել Սահմանադրական դատարանի որոշումը, առ այն, որ քաղաքական բոլոր մասնակիցները ընտրություններում եթե թարգմանեմ իմ բառերով, երեխաներ չեն, նրանք նույնքան պատասխանատվություն են կրում ընտրական գործընթացների ամբողջականության համար, որքան այն կառավարող ուժերը, որոնք այդ պահին ընդամենը մրցակիցներից մեկն են։ Եվ սա պարզապես պատասխանատվություն չէ, որը քաղաքական ուժերի վրա դրված է առանց գործիքների։ Այդ գործիքներն են հանձնաժողովներում ընդդիմության հանձնաժողովի անդամները, այսինքն մենք ընտրությունները միասին ենք կազմակերպում։ Եվ չի լինում, որ քաղաքական ուժերը անկանոն կրակահերթ բացեն ընտրությունների վրա, հետո պարզվի, որ այդ կրակահերթի արդյունքում իրենց երրորդ թևին վնասել են եւ ասեն, բայց մենք այսպես համաձայն չենք, եկեք համապետական վերաքվեարկություն նշանակենք։ Այս ամեն ինչը կարող եմ երկար, շատ երկար այս ամբիոնից պատմել, բայց խնդիրը նրանում է, որ Հայաստանի ժողովուրդը, երբ լսում է այս բանավեճը, ձեր միտքն է վերափոխում։ Հայաստանի ժողովրդի համար Բարգավաճ Հայաստանը, Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքական ուժ պիտի գոյություն չունենային։ Իրենք ժողովուրդը չի մտնում ես ինչքան պատմեմ, որ օրենսգիրքը այսպես բանաձևը այնպես Սահմանադրական դատարանը ասում է, որ չի կարելի, որ քաղաքական ուժերը տորպեդահարեն ընտրությունների ինստիտուտները, հետո գան ՍԴ-ին ասեն, բաս ինչու այսպես եղավ։ Ժողովուրդը ձեր կարծիքն է կիսում, որ քաղաքական ճաշակներին Հայաստանի քաղաքացիների չի համապատասխանում այդ ուժը։ Բայց հետաքրքրական այստեղ այն է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ձեր քաղաքական ուժի լիդերի քաղաքական ճաշակին է համապատասխանում։ Դուք ո՞նց եք այդ դիստանցիան ստեղծում ձեր եւ Բարգավաճ Հայաստանի միջև։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան կա։ Լուրեր են պտտվում պատմության էջերում, որ Բարգավաճ Հայաստանը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի քաջալերմամբ։ Հետևաբար այդ դիստանցիաները դուք ժողովուրդը կարող է այդպիսի կարծիք ունենալ։ Դուք այդ ճաշակը պիտի որ կիսեք։ Տիկին Աննա Գրիգորյանը արձագանքելով պարոն Ռուբինյանի հետևյալ մտքին, որ նրանք ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա եւ մենք հնարավորություն ունենանք անկախ Հայաստանի ազգային ժողովում առաջին նիստ գումարել, սա բառացի մեջբերումն է։ Տիկին Գրիգորյանը վերափոխում է այդ միտքը, ասում է
Նրանք ոչ թե ընկել են, որ մենք առաջին նիստ անենք, այստեղ մի պահ կանգ առնեմ, երբ որ մի միտք խմբագրում եք, մեկ այլ քաղաքական գործ չի, շատ կարևոր է, թե որ հանում եք, այդ ինչն եք խմբագրում։ Պարոն Ռուբինյանը ասել է, նրանք ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա։ Այս Հայաստանի Հանրապետության գոյության մասը ինչու հանեցիք ու թողեցիք մենակ այն նիստի պահը, որ իբրև տենց բան հնչի էլի, որ Ռուբինյանը ամբիոնից ասել է, որ նրանք ընկել են, որ մենք նիստ անենք։ Ու ձեր տարբերակն եք առաջարկում այդ նախադասության։ Ասում եք, նրանք ընկել են, որ մենք նայենք Արարատին եւ Արցախը հայկական համարենք։ Հաճախ եք դուք ընդդիմադիր падգամավորները գալիս ես ամբիոնի մոտից սենց նկարագրում, որ այդ դուք իսկապես մխկտում եք, մենք չէ։ Շատ հաճախ եք դա կանում, բայց մոռանում եք, որ դուք գործընկերներ եք ունեցել, ովքեր այնպիսի պրագմատիկ վերլուծություններով են հանդես եկել առ 44-օրյա պատերազմի նպատակների մասին, որոնց բեռի տակից դուք դուրս չեք կարող գալ, եւ այդ հուզական ձևակերպումները կարող են մի պահ բոլորիս մոտ տենց բան առաջացնել, բայց կհիշենք, չէ՞։ Կրկին 2021 թվականի օգոստոսի 2-ին խառը ժամանակներից համոզված եմ շատերի ուշադրությունից վրիպել է այս ձևակերպումը։ Պարոն Անդրանիկ Թևանյանը, որը այն ժամանակ ձեր դաշինքի падգամավոր էր, ասել է, թե 44-օրյա պատերազմում նրանք ինչու ընկան իր պատկերացումների համապատասխան։ Ընդ որում, սենց այսպես է ձևակերպել այդ միտքը։ Ասում է, մենք բոլորս գիտենք, որ 44-օրյա պատերազմը հիմնականում մղվում էր Սյունիքը կտրելու համար։ Պատկերացնում եք, չէ՞, 21 թվականի օգոստոսն է, նոր է ձևավորվել խորհրդարանը, նա այդ պատերազմի նպատակը նախանշում է ոչ թե Լեռնային Ղարաբաղը, Արարատը, նրա հայկական կամ չհայկական լինելը, այլ ասում է Սյունիքի համար է եղել 44-օրյա պատերազմը։ Ընդ որում այստեղ կանգնած մարդուն էր հարց տալիս, մինչ այս մարդը պատասխանեց, հաջորդ անգամ երբ խոսքը անցավ նրան, ինքը ասեց, ես ուզում եմ պարզաբանեմ, թե ինչ նկատի ունի, երևի թե ձեր խմբակցության ներսում էլ էր ալեկոծումներ առաջացրել, թե ինչ է նշանակում 44-օրյա պատերազմը Սյունիքի համար էր։ Գիտեք, այստեղ ոնց որ մեր գնահատականները կարող է որոշակի նմանություն ունենան, որովհետև մենք ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը շատ վաղուց էր փակ ու իսկապես 44-օրյա պատերազմը Հայաստանի Հանրապետության գոյության մասին էր։ Մենք Սյունիքը չէինք առանձնացնի, որովհետև մենք չենք ջանում Սյունիքի գլխին սև մութ ամպեր կուտակել, այնպես ինչպես դուք էիք անում դա 21 թվականի օգոստոսից մի տևական ժամանակ, մինչև հիմա էլ թույլ փորձեր այդ ուղղությամբ իհարկե անում եք։ Բայց այստեղ տարբերություն էլ կա, էլի ձևակերպմամբ։ Հետևաբար Ռուբինյանը ազգային ժողովի նախագահը շատ ճիշտ ձևակերպում է տվել, որ նրանք ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա, ու ձեր ֆրակցիայի այդ ներկայացուցիչը, երբ որ ասում էր նրանք ընկան Սյունիքի համար, այդ ծրագրի իրեն հարմար դիտանկյունից մասն էր իրականում բացահայտում։ Եվ գիտեք, այդ նման մտքերի արտաբերումից էր, որ ձեր դաշինքը ոտ-ոտ կամաց-կամաց լքեցին տարբեր մարդիկ։ Ես համոզված եմ, որ Գեղամը Նազարյան իր որդու ընկնելու պատճառների մասին մտածելով եւ այդպիսի քաղաքական խոսակցություններ լսելով մտածեց, որ իր որդին դրա այն ինչ պատմում էր Անդրանիկ Թևանյանը եւ հետագա ընթացքը ցույց տվեց նրա ճակատագրի, դրա համար չի նրա որդին ընկել եւ դուրս եկավ ձեր դաշինքից։ Արուշ Արուշանյան, որը մի մարդ է, ում քաղաքական հայացքները առ այն, որ մենք պիտի մինչև վերջին կաթիլ արյուն կռվենք, ինչ փողզիչումներ, շատ հստակ է եղել։ Ես դա չեմ կիսում, բայց ինքն էլ շատ հստակ է եղել, երբ որ նկատել է, որ ձեր համատեղ կուսակցությունը վերածնվող Հայաստանը, Վահեն Հակոբյան, Հայաստան դաշինքը, այդ մտքի հետևից չէր գնում։ Ու էլի ձեր թիմը լքեց։ Եվ դուք Տիկին Գրիգորյան, պիտի պատմեք, թե ոնց եղավ, որ դուք վերածնվող Հայաստանից դուրս եկաք, եկել եք այս ամբիոնի մոտ կանգնել եք, ասում եք, ձեզ ոչ այնքան օտար այսինչ կուսակցության հետ, գիտեք, ես էլ եմ մոլորության փուլեր ունեցել իմ կյանքում։ Կա ժամանակ ես դաշնակցական Վահան Հովհաննիսյանին մտածում եմ լավ քաղաքական գործիչ է, այդ թվում, որովհետև առաջին պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի Ղարաբաղում բենզինի, արքուվաճառքի թեմաներով լավ ելույթներ էր ունենում։ Այդ էլ իմ մոլորության փուլն էր։ Հայ ազգային կոնգրես եմ ընտրել ես ընտրություններում։ Մենք ազնվորեն խոսում ենք մեր քաղաքական հետագծի մասին։ Դուք երբեք բացատրություն այդպես է չներկայացրեցիք։ Մի օր ասեցիք, հետո ավելի ուշ կասեմ, թե մեր վերածնվող Հայաստանից ինչու ենք Սյունիքի падգամավորներով դուրս եկել։ Այդպես է չիմացանք, բայց վերածնվող Հայաստանից դուրս եկաք, բայց Հայաստան դաշինքում մնացիք։
Այ ինչ տարածքեր է տեղել, որ Վահեն Հակոբյանը ինչով չէր լավը, որ Ռոբերտ Քոչարյանը այդ մասով շարունակում է մնալ ձեզ համար ընդունելի քաղաքական գործիչ։ Այսքանը, շնորհակալ եմ։